Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի ֆոնին դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Ըստ իրավապաշտպան խմբերի ակցիաների ընթացքում բախումների զոհերի թիվը գերազանցել է 540-ը, նրանց թվում շուրջ 50-ը իրավապահներ են։ Ավելի քան 10,000 մարդ ձերբակալվել է, Թեհրանը զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հրապարակել։ Իրանի կառավարությունը երրորդյա ազգային սուք է հայտարարել զոհվածների հիշատակին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ կառավարությունը կենտրոնացած է հանրության մտահոգությունները հասցեագրելու վրա։ Նրա խոսքով իրանցիների պահանջները խելամիտ են, սակայն դա չի արդարացնում խռովություններն ու անկարգությունները։ Իրանի ոստիկանության պետն էլ հայտնել է ցույցերի կազմակերպիչներից մի քանիսին ձերբակալելու մասին։ Նա սպաներին հրահանգել է խիստ արձագանքել անկարգություններ հրահրողների գործողություններին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ցուցարարների զանգվածային սպանության դեպքում ԱՄՆ-ն կմիջամտի։ Ղալիբաֆը սպառնացել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին, որոնց Իրանում պատասխանատու են համարում ցույցերի կազմակերպման համար։ Սխալ հաշվարկներ թույլ չտալու համար իմացեք, որ Իրանի վրա հարձակման դեպքում օկուպացված տարածքները, ինչպես նաև ամերիկյան բոլոր ռազմակայաններն ու նավերը մեզ համար կլինեն օրինական թիրախներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին աջակցություն է հայտնել ցուցարարներին, նշելով Իսրայելը դատապարտում է քաղաքացիական անձանց սպանությունները։ Նախագահ Թրամփն էլ կրկնել է Իրանի իշխանություններին ուղղված սպառնալիքները։ Կարծես սպանվում են մարդիկ, որոնք չպետք է սպանվեն։ Մենք լրջորեն հետևում ենք այդ ամենին։ Զինվորականները հետևում են և մենք դիտարկում ենք արձագանքի շատ խիստ տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք։ Թրամփը հավելել է, որ գուցե խոսի Իլոն Մասկի հետ Իրանում ինտերնետային կապի վերականգնման տարբերակների շուրջ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանից կապվել են Վաշինգտոնի հետ և ցանկանում են բանակցել։ Երեկ Իրանի ղեկավարները զանգահարեցին, նրանք ցանկանում են բանակցել։ Կարծում եմ նրանք հոգնել են հարվածներ ստանալ Միացյալ Նահանգներից։ Իրանը ցանկանում է բանակցել։ Գուցե մենք նրանց հետ հանդիպենք։ Այժմ հանդիպում է ծրագրվում, բայց հնարավոր է մենք ստիպված լինենք գործել այժմ տեղի ունեցողի պատճառով նախքան այդ հանդիպումը։ Իրանում ցուցարարների մահվան դեպքերի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Ցնցված եմ հաղորդագրություններից վերջին օրերին Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և չափից մեծ ուժի կիրառման մասին, որը հանգեցրել է զոհերի և վիրավորների։ Կոչ եմ անում Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ուժի անհարկի կամ անհամաչափ կիրառումից։ 1979 թվականին իսլամական հեղափոխության ժամանակ գահընկեց Արվադ շահի որդին Ռեզա Փահլավին, որն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, տեսանյութ է հրապարակել իրանցիներին հայտնելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգնել նրանց և կոչ անելով նրանց չհեռանալ փողոցներից։ Աշխարհի տարբեր երկրներում Իրանի ցուցարարներին աջակցող ակցիաներ են տեղի ունեցել։ Լոս Անջելեսում բեռնատարի վարորդը փորձել է մեքենան վարել ցուցարարների բազմության մեջ։ Երկու տուժած բուժօգնություն է ստացել տեղում։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի առջև, ուր ցուցարարները երթով եկել էին Իրանի դեսպանատան մոտից։ Իրանում ցույցերի մասնակիցներին աջակցող ակցիաներ են տեղի ունեցել նաև Բեռլինում, Փարիզում, Ստամբուլում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։